Պողոսն էր ասում, ես էլ ձեզ նման մարդ եմ, ձեզպես մեկն եմ, բայց ամեն բանի համար փառք Տիրոջը, ոչ ավել, ոչ պակաս, Տիրոջ ծառան եմ, Աշոտ եղբայր ջան, շնորհակալություն այս շնորհք ողորմության համար եւ փառք Տիրոջը, որ Տերը հնարավորություն է տվել ծառայելու ձեզ, Աստծո ժողովրդին, Տիրոջ խոսքով, եկեք աղոթքով, շարունակենք, ողորմած Աստված փառք քեզ, Տեր, շնորհակալ ենք ամեն ինչի համար, ես գոհանում եմ քեզանից Տեր ջան, որ դու կաս, որ դու մեզ հետ ես, որ քո սուրբ ներկայությունը այստեղ այս վայրի մեջ է, որովհետև դու ասել ես, որտեղ երկուսը երեքը հավաքվեն իմ անունից համար, ես այնտեղ նրանց մեջ եմ, ես հիմա հավատում եմ, որ դու այստեղ մեր մեջ ես եւ խնդրում եմ քո սուրբ հոգու ներգործությունը թող լինի յուրաքանչյուրի սրտերի մեջ, խոսքի մեջ, պատգամի մեջ, օրհնիր պատգամ բերողի շուրթերը, նրա սիրտն ու միտքը, թող ոչ մի մարդկային խոսք, մարդկային կարծիք չլինի, այլ ամենը միայն քեզանից լինի, Տեր ջան, եւ օգնիր թող պատգամը ոչ թե մարմնից մարմին, այլ հոգուց հոգի փոխանցվի, որ ամեն բանի մեջ դու փառավորվես, Տեր ջան, եւ թող քո սուրբ հոգին էլ բացի քո խոսքը այնպես ինչպես որ դու կցանկանաս եւ թող ամենքս էլ ինձանից սկսած յուրաքանչյուրս էլ վերցնենք մեր բաժինը ամուր պահենք կրենք մեր սրտի տախտակների վրա եւ ես հավատացած եմ որ այն խոսքը որ երկնքից է եկել եթե պահենք մեր սրտի մեջ մեզ մի օր էլ կբերի քեզ մոտ Հայր Հիսուս Քրիստոսի անունով եւ օգնիր թող մեր կյանքով ու մեր կյանքում էլ փառավորվի միմիայն Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին հալելույա ամեն Ամեն սիրեներ ջան, Տերը օրհնի, կարող եք նստել։ Ճիշտ ասած, Աշոտ եղբայրը, որ ասեց խոսքի համար ծառայելու ձեր մոտ, այստեղ աղոթեցի եւ մի խոսք դրվավ սրտումս եւ հավատացած եմ, որ Այս ամեն խոսք, ամեն ինչ, երբ որ Աստված, հիշում եք, երբ որ Տեր Հիսուսը մինչ իր խաչելիությունը աշակերտների հետ, իր աշակերտների, մտերիմների հետ խոսում էր, զգուշացնում էր, թե ինչ է լինելու իր հետ։ Ասում էր, կգնանք Երուսաղեմ, մարդու որդուն կդավաճանենք, կբռնենք, կբանտարկենք, կխաչենք, այնտեղ Պետրոսը ուզեցավ, ասեց, քավլիցի, մինչև հիմա քեզ հետ կգնամ, ամենտեղ կգնամ, բայց Տեր Հիսուսը մի բան էլ զգուշացրեց, ասեց Ահա տեսեք ես ձեզ ժամանակից շուտ զգուշացնում եմ, ասում եմ, որ երբ որ լինի, երբ որ կատարվի այս ամեն ինչը, դուք արդեն տեղյակ լինեք։ Այսինքն ժամանակից շուտ Աստված զգուշացնում էր իր աշակերտներին, ասում էր իր խոսքերի, պատգամների միջոցով եւ այսօր էլ ամեն մի պատգամ, յուրաքանչյուր պատգամ, սիրելիներ, կապ չունի ով է պատգամախոսը։ Եթե փոխանցվում է Տիրոջ խոսքը, եթե Աստծո խոսքն է փոխանցում, դա Տիրոջի զգուշացում է գալիք բաների համար։ Աստված ասում է, ես ժամանակից շուտ ձեզ զգուշացնում եմ, որ պատրաստ լինեք, որ Աստծո մարդը միշտ պատրաստ լինի գալիք փորձությունների համար, որովհետև փորձությունները չի վերջացել։ Ինչքան ապրում ենք, ինչքան մենք կանք այս երկրի վրա շնչում ենք, կա, այդ փորձությունները լինելու են մինչև վերջ մեր հետ։ Բայց Աստված միշտ իր զավակներին զգուշացնում է, սովորեցնում է, որ պատրաստ լինեք գալիք բաների։ Եվ այսօրվա խոսքս վերնագիրը ընթացքից կասեմ եւ բացենք մեր Աստվածաշունչերը, առաջի տեղը, որ կուզենամ ընթերցել ձեզ հետ, որից եւ կախված է իմ այսօրվա հիմնական պատգամս, Առակաց 4:23-ը։ Ովքեր որ հետևում են Աստվածաշնչով, կարող եք բացել։ Առակաց 4:23։ Ես կկարդամ 3 տարբեր թարգմանություններով։ Որովհետև երեքն էլ տարբեր ձևի են, տարբեր թարգմանություններով է գրած, բայց նույն իմաստը ունի, բայց երեքն էլ մի այլ յուրահատուկ կերպով է ներկայացնում այս խոսքը։ Առակաց 4:23-ը նոր վերանայված Արարատ թարգմանությունում այսպես է գրած. Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքիդ ելքը։ Ամենայն զգուշությամբ պահիր եւ պահպանիր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքիդ աղբյուրը։ Ամենայն զգուշությամբ, առավել զգուշությամբ պահիր ու պահպանիր քո սիրտը, որից է քո կյանքի ելքը։ Տեսնում եք, որ Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը այստեղ մեզ Առակաց գիրքը մի բան է մեզ հուշում, ասում է զգուշությունից առավել պահիր ու պահպանիր քո սիրտը։ Մեկ խոսքում ասում է որից է կյանքի ելքը, իսկ մեկ այլ թարգմանությունում ասում է որից է բխում քո կյանքի աղբյուրը։
Հետաքրքիր է, խոսքը մեզ զգուշացնում է, որ զգուշությունից առավել, տեսեք մենք որքան ենք զգուշ, չէ, մեր երեխաների հանդեպ, մեր կյանքի հանդեպ, փողոց անցնելուց, այսինքն մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակների մեջ մենք որքան ենք զգուշ, զգուշանում ենք ամեն ինչի, չէ, բայց Աստծո խոսքն ասում է, այդ զգուշությունից առավել զգուշացիր քո սրտից, որից է կյանքի աղբյուրը, որից է բխում քո կյանքը, որովհետև այնտեղից է սկիզբ առնում քո կյանքը, այնտեղից է քո քայլերը, եւ բխում է մեր կյանքի աղբյուրը, այսինքն մեր ներսից ինչ որ մի բան կա, այն ներսից ինչ որ մի բան մեր սրտին հուշում է, ցույց է տալիս, բխում է, որ դրանից է արդեն գալիս մեր քայլերը, մեր կյանքի ելքը, մեր ապրելակերպը։ Տեսեք, օրինակ, ինչ դեր կամ ինչ գործ է կատարում սիրտը մեր կյանքերի մեջ։ Եթե փոխաբերական իմաստով ասենք, սիրտը դա կատարող մեխանիզմ է, ենթակա մեխանիզմ է։ Սիրտը ինքը ենթակա մեխանիզմ է, բայց թե ում հրամանն է կատարում կամ ում թելադրանքն է, թելադրանքով է գործում, այդ դրա վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Եվ այսօրվա իմ խոսքից վերնագիրն էլ հենց այսպես է, ինչ կա քո սրտում, կամ ով կա քո սրտում։ Սա մի խոսք է, սա մի բան է, որ մենք պետք է մեր կյանքերի մեջ ուշադիր լինենք, որովհետև խոսքը մեզ զգուշացնում է, զգուշությունից առավել զգուշացիր քո սրտից, որից է կյանքի աղբյուրը։ Եվ թե ով է մեր սրտին թելադրում, կամ ով է հրաման տալիս, կամ ինչ կա մեր սրտում, այս սրա վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք այսօր, որովհետև եթե տեսնում ենք, հետևում ենք, թե ինչ է կատարվում շուրջ բոլորը, մեր կյանքում ինչ է կատարվում, շատ տարօրինակ բաներ ենք տեսնում, տարօրինակ բաներ ենք լսում, եւ այդ ամեն ինչը անցնում է մեր սրտի միջով։ Իսկ որքան ենք մենք տեղիք տալիս այդ ամեն ինչին, սրա պատասխանատվությունը արդեն մեր յուրաքանչյուրիս վրա է։ Եվ այն ինչ որ լցված է մեր սիրտը, ցույց կտա մեր քայլերը, եւ մեր կյանքի մեր քայլերը եւ մեր կյանքը։ Այն ինչ որ կա մեր սրտի մեջ, մենք դրանով էլ կընթանանք։ Եվ շատ կարևոր է թե մեր սիրտը ինչ դիրքում է եւ ում է հարվել, ում հետ է հարված, ում հետ է միավորված մեր սիրտը։ Դրա համար էլ շատ ժամանակ մենք կարող ենք չհասկանալ ու ոչ ճիշտ որոշումներ կայացնել։ Եվ դրա հիմնական պատճառներից մեկը այն է, որ մենք մեր սիրտը կիսով չափ ենք բացի Աստծու առաջ։ Որ մեր սիրտը կիսով չափ է Աստծունը։ Բայց երկրորդ օրինաց 6:15-ում տեսեք Տեր Աստված ինչ է ասում։ Որովհետև ասում է քո Տեր Աստվածը, որ քո մեջ է, նախանձոտ Աստված է։ Սիրելիներս, Տեր Աստծու խոսքը ասում է, որովհետև քո Տեր Աստվածը, որ քո մեջ է, քո ներսում է, ինքը նախանձոտ Աստված է։ Եվ Աստված իր փառքը չի կիսում ոչ մեկի հետ, եւ ինքը իր տաճարը չի զիջում անօրենի։ Ուրեմն որքան մենք պետք է մաքուր պահենք մեր ներսը, որովհետև չէ Սուրբ Գիրքն ասում է դուք եք Սուրբ Հոգու տաճարը, որ բնակվում է ձեր մեջ, եւ դուք ձերը չեք։ Եվ այստեղից հետևում է ինչը, հասկանում ենք ինչ, որ Աստված խոսքը մեզ զգուշացնում է, որ ինքը նախանձոտ Աստված է, ինքը երբեք իր փառքը չի կիսվի ոչ մեկի հետ, եւ իր տաճարը չի զիջի անօրենի կամ ինչ որ մի ուրիշ բանի։ Եթե մենք նվիրվել ենք Աստծուն, եթե մենք Աստծուն ենք կանչել մեր ամբողջ էությունով, հոգով, սրտով, մտքով, ապա մենք պետք է, մենք պարտավոր ենք ամբողջովին նվիրվել Աստծուն, որովհետև ինքը նախանձոտ Աստված է։ Ինքը չի սիրում երկմտություն, կիսով չափ բաներ։ Եվ սա է պատճառներից մեկը, որ մենք կարող է չհասկանանք, կարող է սխալ որոշումներ կայացնենք։ Բայց Աստված ասում է, ես նախանձոտ Աստված եմ, իմ փառքը չեմ կիսում։ Երեմիա 17:9-10-ում ասում է, սիրտը ամենից ավելի խաբեբա է եւ կամակոր։ Այն ով կարող է հասկանալ։ Ես Տերս փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ եւ իր արարքների արդյունքի համեմատ։ Մարգարեն զգուշացնում է, ասում է, սիրտը ամենից ավելի խաբեբա է։ Մարդու սիրտը ոչ մեկ չգիտի։ Ես չգիտեմ ձեր սրտում ինչ կա,
Աշոտ եղբոր սրտում ինչ կա, Նարեկ եղբոր սրտում ինչ կա, դուք չգիտեք ինչ սրտում ինչ կա, շատ ժամանակ սիրելիներս հավատացեք նույնիսկ մենք չգիտենք թե մեր ներսում ինչ կա, որովհետև այս կյանքի փոթորիկները այնքան են մեր ներսը խառն է իրար, որ շատ ժամանակ կարող է նույնիսկ չհասկանանք էլ, բայց կա մեկը, որ շատ լավ գիտի, եւ խոսքը ասում է Աստված գիտի, Տերը գիտի յուրաքանչյուրի սիրտը, յուրաքանչյուրիս միտքը ինչ կա այնտեղ, ինչ ենք թաքցրել մենք, ինչ ենք թաքցնում մենք այնտեղ մեր սրտերի մեջ, որ գիտի միայն Տերը, եւ ասում է, բայց Աստված փորձում է սիրտը, քննում է միտքը, այսինքն ամեն օր, սա այն ժամանակների համար գրված չի, սա ներկա շարունակական է, ամեն օրվա փորձություն է, Աստված ամեն օր քննում է մեր յուրաքանչյուրի սիրտը, քննում է մեր միտքը, ինչի համար, ինչն է դրա նպատակը, որ մարդուն տա իր ճանապարհների համեմատ եւ իր արարքների արդյունքի համեմատ։ Տեսեք, Տերը փորձում է սիրտը, ո՞նց է փորձում սիրտը։ Սատանեն երբ որ արուսյակը, չէ, այն ժամանակ դեռ ինքը արուսյակ էր, որտեղ հպարտացավ։ Որտեղ առաջի անգամ մեղքը որտեղ ծնվեց իր սրտում։ Ասեց, չէ, խոսքը Եզեկիա մարգարեության մեջ ասում է, դու քո սրտում ասացիր, ես իմ աթոռը բարձր կտնեմ Աստծո աթոռից եւ հավասար կլինեմ։ Այսինքն սկսվում է սրտից։ Միթե Աստված չգիտեր, չէր քննում։ Աստված գիտեր, Աստված տեսնում էր։ Աստված այդ ամեն ինչը տեսնում է, բայց Աստված սպասում է, թե մենք յուրաքանչյուրս ինչ քայլեր կանենք։ Ինչ որոշում կկայացնենք այդ ժամանակ։ Բայց Աստված նայեց, տեսավ, առաջի բանը, որ առաջացավ մարդու սրտի մեջ, մեղքը նախքան դեռ աշխարհը ստեղծելը հպարտությունն էր։ Եվ մարդու առաջի մեղքը, որ կարող է իր սրտում ծնվի առաջանա, դա հպարտությունն է։ Դա կարող է մենք չզգանք։ Մենք կարող է չզգանք, մեզ համար թվա, թե դա այդպես էլ պետք է լինի։ Բայց Աստծո աչքերին դա հպարտություն է։ Իսկ ինչից կարելի է հպարտանալ եւ չհասկանալ, որ քո ներսում հպարտություն կա։ Հպարտություն ծառայության մեջ։ Հպարտանում ես քո ծառայությունով։ Հպարտանում ես քո արած աշխատանքով, թե դու ես արել, լավ ես անում։ Կարող միտեղ հպարտություն առաջանա քո մեջ, բայց դու չհասկանաս, փորձես գովալ, բայց դա հպարտություն է։ Հպարտություն ավելի շատ գիտելիք ունենալու Աստծո խոսքի գիտելիք ունենալու համար։ Ավելի շատ սկսես հպարտանալ քո գիտելիքներով, ես ավելի շատ գիտեմ, ես ավելի շատ եմ կարդացել, բայց սա կարող է կամաց առաջացնել մարդու մեջ, մարդու սրտում հպարտություն։ Եվ սա անտեսանելի է։ Ես ինչի համար եմ ասում, շատ բաներ կա կարող է մեր նույնիսկ մեր սիրտը չհասկանա, բայց Աստված քննում է, Աստված գիտի։ Եվ այդ ամեն ինչը տեսնելով Աստված տվեց իր ճանապարհների սրտի համապատասխան։ Թողեց, որ հպարտանա, որոշում կայացրեց, չէ, սատանան, որ իր աթոռը պետք է Աստծո աթոռից բարձր դնի, եւ ինչ եղավ, այդ ժամանակ Աստված իր խոսքը ասեց վերջնական։ Տվեց իր սրտի ճանապարհի համաձայն, ներքևից գցեց ներքև, վերևից գցեց ներքև։ Աստված տալիս է մեր սրտի համեմատ։ Նա քննում է եւ տեսնում է, թե ինչ կա այնտեղ, եւ կտա այն, ինչ կա մեր սրտերի մեջ։ Դրա համար Աստված զգուշացնում է, զգուշությունից առավել պահիր ու պահպանիր քո սիրտը, որից է քո կյանքի աղբյուրը, որից է բխում քո կյանքը։ Իսկ հիմա ինչ-որ մեկը կարող է ասի, թե ինչի Աստված կարող է թույլ տալ, երբ որ մարդ իր սրտում մեղքի ծրագիր ունի իրագործելու եւ Աստված թույլ տա, որ դա իրականանա, ես կասեմ այո։ Աստված կարող է թույլ տալ։ Դավիթ թագավորը երբ որ մեղք գործեց, չէ, Դավիթ թագավորը մեղք գործելը Բերսաբեի հետ։ Միթե Աստված չէր տեսնում։ Միթե Աստված չգիտեր, թե Դավթի սրտում ինչ կա։ Ինչ է պատրաստում Դավիթը անել, բայց Աստված լուր մնաց։ Աստված թողեց, որ այո, եկավ գայթակղությունը, եկավ մեղքը, դիպավ, բայց թե ինչ որոշում կկայացներ Դավիթը։ Աստված թույլ տվեց, Դավիթը մեղք գործեց, չէ, մեղքը մտավ իր սրտի մեջ, բայց երբ որ վերջում արդեն այդ ամեն ինչը ավարտվեց, Աստված վերջում իր խոսքը ասեց։ Եկավ եւ Դավիթին հանդիմանեց։ Սիրելիներս,
Սրտում սիրտը մտնող ընդամենը երկու դուռ կա մեր կյանքերում, որով կարող է այդ երկու ճանապարհներն են, որ մտնում են դեպի մեր սիրտ, աչքերի եւ ականջների դուռը։ Այդ երկու դռներն են, որ բաց են։ Ինչ ենք տեսնում, ում ենք նայում եւ ինչ ենք լսում կամ ում ենք լսում։ Այդ երկու ճանապարհով է գնում սիրտը։ Այդ երկու դռներն են մեր սրտեր տանողը։ Դրա համար սիրելիներս մենք պետք է մեր ներսը մաքուր եւ սուրբ պահենք, չտրվենք էմոցիաներին, որ մենք չգործենք։ Դավիթը նայեց, Դավիթը այն ժամանակ չէ, Աստված նայում է, Աստված ամեն բան գիտի, քննում էր, տեսավ, որ Դավիթի սիրտը փորձեց մարմնի հաճույքը վայելել։ Աստված մինչև վերջ նայեց եւ թույլ տվեց, այո։ Բայց Աստված նայում սպասում էր, թե Դավիթը ինչ որոշում կկայացնի, կտրվի պահի ազդեցության տակ, կտրվի այդ էմոցիային, թե ոչ։ Չէ՞ որ խոսքը Երեմիայի մեջ նոր կարտացին զգուշացնում է, քննում եմ սիրտը, նայում եմ, քննում եմ մարդու միտքը եւ տալիս եմ ըստ իրենց ճանապարհներ, իրենց արարքների համեմատ։ Այսինքն մենք որքան պետք է զգուշ լինենք, ուշադիր լինենք, թե ինչ ենք նայում, ում ենք նայում, ինչեր ենք լսում, որովհետեւ եթե աչքը չտեսնի, ականջը չլսի, սիրտը ինչ գիտի, ինչ կա, ում հրամանը կկատարի։ Բայց եթե մեր աչքերը բարի բան են տեսնում, մեր ականջները Տիրոջ խոսք են լսում, մեր սրտի ճանապարհը, մեր սրտի թելադրանքն էլ արդեն բարի կրելի։ Դրա համար Աստված զգուշացնում է, սիրելիներս, որքան հնարավոր է մեր ներսը, մեր սիրտը, մեր միտքը մաքուր եւ սուրբ պահենք։ Սաղմոս 17:3-ում ասում է դու փորձիր իմ սիրտը եւ քննեցիր գիշերվա մեջ ու կրակով հալեցիր ինձ եւ անօրենություն չգտար ինձանում։ Ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չանեմ։ Տեսեք, այս ամեն ինչից հետո, երբ որ Դավիթը մեղ գործեց, տեսեք ինչ Սաղմոս է ասում։ Ասում է դուք փորձեցիր իմ սիրտը եւ քննեցիր իմ միտքը, կրակով այրեցիր եւ անօրենություն չգտար։ Հետաքրքիր է, մի քիչ առաջ Դավիթը մեղ գործեց, շնություն արեց Աստծո առաջին, բայց տեսեք ինչ Սաղմոս է ասում է անօրենություն չգտար։ Հետաքրքիր է, ինչն էր պատճառը։ Որովհետև ասում է ես իմ միտքը դրել եմ, իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չանեմ։ Սիրելիներս, Աշոտ եղբայրը խոսեց չէ մեղքի համար, որ միգուցե ինչ-որ մեկի նեղացրած լինեմ։ Այստեղ ինձանից սկսած ոչ մեկս ապահովագրված չենք, որ կարող է մեղ չգործենք։ Բոլորս էլ կարող ենք ընկնել, բոլորս էլ կարող ենք մեղ գործել։ Դավիթն էլ մեղ գործեց, ընկա, բայց Տիրոջ խոսքն ասում է արդարը 7 անգամ էլ ընկնի, ոտքի կկանգնի, բայց այստեղ ուզում եմ մեկ բան էլ ավելացնել, ոչ մեր աչքի արդարը, ոչ մեր գիտեցած արդարը, Աստծո աչքի արդարը։ Որովհետև Դավիթը ամեն ինչում Աստծուն էր փառավորում, ամեն ինչից առաջ դնում էր Աստծուն, առաջի տեղը, իր քայլերի մեջ, որոշումների մեջ, ամեն ինչի մեջ, այսինքն Դավիթի սրտի մեջ միայն Աստծո դուռն էր, միայն Աստծո տուն տանող ճանապարհ կար։ Հասկանում եք, թե որքան կարևոր է եւ այս ամեն ինչից հետո, երբ որ Դավիթը, երբ որ Սավուղը, չէ, սկսեց հետապնդել Դավիթին, քանի անգամ Աստված իր ձեռքը հանձնեց, բայց Դավիթը ձեռք չբարձրացրեց։ Այստեղ է խոսում նրա մեծ Աստծո երկյուղ ունեցող Տիրոջ խոսքը պահող սրտի մասին։ Ինչի համար, որովհետև Դավիթը ընդունում էր օծությունը։ Դավիթը ընդունում էր Սավուղի օծությունը։ Եվ ինչ էլ ուզում է լինի Տիրոջ օծյալն էլ եթե ընկնի Տիրոջ մոտ, ուրիշ Դավիթի աչքին ինքը նորից օծյալն էր։ Եվ երբ որ այն պատանին եկավ լուրը հայտնեց, թեպետ ինքը չէր սպանել Սավուղին, այդ պատանուն էր սպանել, տվեց ասեց դու ոնց չվախեցար, քո ձեռքը բարձրացրեցիր Տիրոջ օծյալի վրա։ Երբ որ Սավուղը ընկած էր նրա հետևից, բայց Դավիթը չփորձեց ձեռք բարձրացնել ընկածի վրա։ Եվ հիմա այստեղ եւս մեկ հարց, իսկ մենք ինչպես ենք վերաբերվում ընկածի հանդեպ։ Քննադատում ենք, ավելի ենք խորը գցում, թե ընդհակառակը ձեռք ենք տալիս բարձրացնում։ Սա սրտի դիրքի մասին է։ Դավիթը երբեք Սավուղին չգցեց ավելի վար, ով որ Աստծո աչքից անարգված էր։ Մարգարեին ասեց էլ չաղոտես ինձ,
ես մերժել եմ նրան, բայց օծությունը չէր վերացել։ Դավիթը նորից ընդունում էր այդ օծությունը։ Դավիթը գիտեր, այդ դրա համար էլ այդ ամեն ինչից հետո ինքը նորից չդատարեց Աստծո սիրելին լինել։ Ինքը նորից մնաց նույն Աստծո հոգին եւ սիրտը ունեցող Դավիթը, իմ սիրելի Դավիթը։ Սաղմոս 119:32 տեսեք ինչ է ասում. «Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրեցիր իմ սիրտը»։ Ասում է պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրեցիր, դու մեծացրեցիր իմ սիրտը։ Եվ երբ որ մարդ մեծ սիրտ է ունենում, չէ, մենք ունենք այսպիսի ինչ մեծ սիրտ մարդ ունի, ինչ մեծ սիրտ ունի այս մարդը, չէ, այսպիսի խոսք ենք օգտագործում։ Սա խոսում է ինչի մասին, որ Աստված չի ուզում, որ մենք նույն դիրքին մնանք, այլ մենք պետք է ավելի մեծանանք։ Եվ երբ որ մարդու սիրտը մեծանում է, իր քայլերը, իր սերը, իր ողորմությունը, իր նվիրվածությունը ավելի է մեծանում, որովհետև կյանքի աղբյուրը այդտեղից է, սրտից է գալիս ամեն բան։ Աստված չի ուզում, որ մենք նույն դիրքին մնանք, որ ապաշխարել ենք, ոնց որ կանք այդպես մնանք, այլ ավելի մեծանանք։ Իսկ մեծանալու համար Դավիթն ասում է. «Ես վազում եմ քո պատվիրանների հետևից, քո խոսքի հետևից, որովհետև միայն Աստված կարող է մեր ներսը մեծացնի, մեր սիրտը մեծացնի, որ ել ավելի լցվի սիրով, որ ել ավելի սիրենք քույր եղբայրներին, Աստծուն, ամեն ինչին»։ Եվ դրա համար էլ մենք պետք է ամեն անգամ քննենք մեր սիրտը, ամեն անգամ զգույշ լինենք, ուշադիր լինենք, հակառակ կանգնենք մեղքին։ Աստված ինչ ասեց Ադամին, ներողություն, Աբելին, ասեց ահա մեղքը դռանդ առաջ կանգնած է եւ քեզ է փապագում։ Մեղքը փապագում է յուրաքանչյուրիս, ամեն մեկիս, բայց ասում է դու իշխի նրա վրա։ Մենք ունենք իշխանություն, որ հեռու կանգնենք մեղքից։ Աստված տվել է մեզ այդ իշխանությունը։ Եբրայեցիներից 12:4-ում ասում է. «Դուք դեռ այրուն թափելու չափ չեք պատերազմել մեղքին հակառակ կանգնելու համար»։ Ուրեմն պետք է այդ գայթակղությանը, այդ ամեն ինչին հակառակ կանգնել, պատերազմել։ Բայց Աստված տվել է մեզ այդ իշխանությունը։ Մենք կարող ենք հակառակ կանգնել։ Մենք կարող ենք, այո, մեղք չգործել, հակառակ կանգնել, հասկանալով, որ ամեն օր, ամեն վայրկյան Տերն է քննում մեր սիրտը։ Մենք կարող ենք դիմացինին ուրիշ բան ցույց տալ, բայց Աստված գիտի, թե ինչ կա մեր ներսում։ Եվ հիմա ինչ է ուզում Տերը մեր մեջ տեսնել։ Այսքանից հետո ինչ է ուզում Աստված մեր մեջ տեսնել եւ ինչպես է ուզում, որպեսզի մենք ընթանանք, ինչ ունենանք կամ ում ունենանք մեր սրտի մեջ։ Եսայա մարգարեություն 66-ի առաջի երկրորդ խոսքերը։ Եսայա 66:1-2 խոսքերը։ Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, եւ երկիրը իմ ոտքերի պատվանդանը։ Որտեղ է այն տունը, որ կառուցել եք ինձ համար, եւ որն է իմ հանգստյան վայրը։ Այդ բոլորը իմ ձեռքն է, այդ բոլորը ես եմ արարել։ Եղել են, ասում է Տերը, բայց ահա թե ես ում եմ հայում, խոնարհին, կոտրված հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին»։ Ահա թե ում է ուզում, ահա թե ինչ է ուզում Աստված մեր մեջ տեսնել, խոնարհին, խոնար մարդուն, ով որ խոնար է ամեն ինչում, կոտրված հոգի ունեցողին, այն որ ջախջախված է, այն որ չգիտի ինչ աներանելի իրավիճակների մեջ է, չկա, ոչ մի տեղից հույս չունի, այդ մարդուն, եւ ասում է վերջինը իմ խոսքից դողացողին։ Սիրելիներս, Աստված չասեց, Աստված երկրի վրա ոչ մի ձեռակերտ շինության մեջ չի ուզում ապրի, այլ ասում է անձեռակերտ տաճարներում, յուրաքանչյուրիս մեջ է ուզում Տերը բնակվի։ Երկրի վրա ասում է շինություններ, դղյակներ, շատ սիրուն, ոսկեզոծ պատերով, այդ ամեն ինչով, ասում է դա եղել է, բայց ես այդտեղ չեմ բնակվում։ Չի ուզում Աստված այդտեղ բնակվի, Աստված ուզում է անձեռակերտ իր պատկերը ունեցողի մեջ բնակվի։ Եվ դրա համար ասում է ինչ է պետք, որ Տերը բնակվի՝ խոնար, կոտրված հոգի
եւ իր խոսքից թողացողին, ով որ գիշեր ու ցերեկ իր աչքի առաջ պահում է իր խոսքը, իր պատվիրանները, ինչպես որ Դավիթն ասեց, վազում եմ ես քո պատվիրանների առաջ, որովհետև դու ես իմ սիրտը մեծացնողը, լայնացնողը։ Եվ դա է ուզում Աստված մեր մեջ տեսնի։ Սաղմոս 51:17 Աստծուն ընդունելու զոհը, Աստծուց ընդունելու զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնար սիրտը, ով Աստված դու չես անարգում։ Երբ որ մարդ խոնար է, կոտրված է, բեկված եւ խոնար, այսա է Աստծո կողմից ընդունելի։ Այսպիսի սիրտ եւ այսպիսի էությունով մարդ է Աստված ուզում եւ ասում է, այսպիսիների դու չես անարգում։ Դու քեզանից չես հեռու պահում, այլ ընդհակառակը ավելի ես մոտիկանում եւ ուզում է իր բնակությունը հաստատել այդպիսի սիրտ ունեցող մարդու մեջ։ Հեսու 1:8 Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այդ գիշեր ցերեկ նրա մասին մտածիր, որպեսզի պահես ու կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ, այն ժամանակ դու հաջողակ կդառնաս եւ այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ասում է գիշեր ու ցերեկ այս խոսքերը, այս օրենքի գիրքը, այս Աստծո խոսքը, ասում է քո աչքից թող չհեռանա։ Գիշեր ցերեկ մտածիր նրա մասին։ Որովհետև սիրտը տանող երկու ճանապարհ կա, աչք եւ ականջ։ Ինչ կա մեր աչքերի առաջ, ինչեր ենք տեսնում, ինչեր ենք լսում։ Բայց ասում է, երբ որ մեր աչքի առաջ Տիրոջ խոսքն է, Տիրոջ պատվիրաններն է, այն ժամանակ մեր ներսն էլ կլցվի կենդանի կյանքի ջրերով։ Եվ արդեն մեզանից ինչ որ ասում է, ձեր նրանից է սրտից է կյանքի աղբյուրը, կամ բխում է կյանքի աղբյուրը, մեր ներսից արդեն կյանքի ջրեր կբխեն, որովհետև Տիրոջ պատվիրաններն է, Տիրոջ խոսքն է մեր աչքի առաջ։ Եթե սրտով խոնար չես, եթե հեզ չես, Աստված այնտեղ գործ չունի, Աստված այնտեղ գործ չի անի, որովհետև Աստված հպարտությանը հակառակ է, ինչպես կարող է հպարտին ինչ-որ բան վստահել, ինչպես կարող է հակառակողին, ով որ հակառակվում է միշտ Աստծո խոսքին, ինչ-որ բան վստահել, ինչ-որ գործ անել նրա հետ, եթե Աստված ինչ-որ մի բան պատվիրում է, բայց մարդ չի անում, հակառակվում է, եթե խոնար և հեզ չես, Աստված այնտեղ գործ չունի, Աստված ոչ մի բան չի անի։ Ողբ Երեմիա 3:41 Բարձրացնեք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դեպի երկնքում եղող Աստծուն։ Ինչի է մարգարեն ասում, մեր ձեռքերի հետ մեկտեղ մեր սիրտն էլ բարձրացնենք դեպի երկնքում եղող Աստծուն։ Սա խորհրդանշում է, նշանակում է նա, որ Աստված մեր էությունով, մեր սրտում, մեր ամեն ինչում, մեր կյանքում միայն դու ես Տերը։ Մեր սիրտը խորհրդանշում է նաև կյանքը, չէ, եթե սիրտը չբաբախի, մարդ կմահանա։ Այսինքն խորհրդանշում է, որ դու քո հոժար կամքով, քո կյանքը, քո սիրտը տալիս ես Աստծուն։ Ասում ես, ահա իմ կյանքը, ահա իմ սիրտը, ես քեզ եմ տալիս։ Դրա համար ասում է, քո ձեռքերը, երբ որ ձեռքերները սպարզում ենք Աստծուն, սպարզում ենք ինչի համար, ինչ-որ բան խնդրելու, ինչ-որ բան ուզելու, ասում է, սիրտը դեր դիր մեջը, նոր տուր Աստծուն, որ Աստված տեսնի, որ դու քո կյանքն ես տալիս իրեն, վստահում ես Աստծուն։ Բայց շատ ժամանակ, չգիտես ինչի, մենք կարող է վախենանք մեր սրտերը բացել Տիրոջ առաջ, չտալ Տիրոջը։ Բայց այսօր ուզում եմ ասել ինձ եւ ձեզ, մի վախեցիր սրտի դուռը բացել Տիրոջ առջև, որովհետեւ միայն նա կարող է մեզ մաքրել, որովհետեւ նա կարող է միայն մեզ մաքրել եւ տալ մարմնեղեն սիրտը։ Հայտնություն 3:20-ում ասում է, ահա ես դրան առաջ կանգնած բախում եմ, ով որ լսի եւ բացի, ես ներս կմտնեմ։ Սիրելիներս, այստեղ երկու կարևոր բան եմ ուզում առանձնացնել։ Առաջինը ասում է, ով որ լսի։ Դրա համար շատ տեղեր Տեր Հիսուսն ասում է, ով լսելու ականջ ունի, թող լսի, թե ինչ է ասում հոգին։ Բայց Աստծո հոգին ամեն օր խոսում է մեզ հետ։ Աստծո հոգին, Աստված, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Տերը Աստված խոսացող Աստված է։ Ինքը խուլ եւ համր Աստված չէ, ինքը խոսացող Աստված է։ Ամեն օր խոսում է,
մեր ականջը պետք է բաց լինի Տիրոջը լսելու համար։ Եվ ասում է, ով որ լսի եւ բացի դուռը։ Այստեղ եւս մեկ հարց, ինչի Աստված չի կարող դուռը բացել եւ ներս մտնել։ Սիրելիներս, ուզեմ մեկ բան ասեմ, մեր սրտի դուռը ընդամենը մեկ բռնակ ունի։ Յուրաքանչյուր դուռը ունի երկու բռնակ, ներսից եւ դրսից, չէ, որ բացես դուրս ելնես կամ բացես ներս մտնես։ Բայց մեր սրտի դուռը ունի ընդամենը մեկ բռնակ եւ դա ներսից է։ Մենք պետք է բացենք։ Դրա համար Տեր Հիսուսն ասում է, բացի, որ ես ներս մտնեմ, մեզ է ասում, բացի, որովհետև մենք ենք թույլ տվողը, մենք ենք որոշողը, ում թույլ տանք մեր սրտի մեջ, ով կա մեր ներսը, ում կամքը կատարենք, բայց Աստված ասում է, բացի, որ ես ներս մտնեմ եւ ընթրիք անեմ, որովհետև Աստված կարող է միայն մեր սրտերին խաղաղություն տալ, մեր սրտերը մաքրել, Աստված կարող է միայն մեր ներսից կենդանի կյանքի ջրեր բխեցնի, իր մոտ է, ինքն է Տերը։ Դրա համար ասում է, ահա ես կանգնած եմ ու բախում եմ, ով որ լսի եւ բացի դուռը ներս կգա, ներս կմտնի։ Հենց որ մենք գիտակցենք Քրիստոսի ատյանի առաջ հայտնվելու անխուսափելիությունը, մի բան կա այս կյանքում, թե հավատացյալի, թե անհավատի, ես կամաց մոտենում եմ ավարտին, մեկ բան կա այս կյանքում, թե հավատացյալի, թե անհավատի համար, մեկ հանդիպում, երկնքում, Աստծո հետ, որից որ անխուսափելի են բոլորը, ինչ տարիքում ուզում է Տերը վերցնի կամ ինչ դիրքի մեջ, ով ուզում է լինի, այդ հանդիպումից անխուսափելի է։ Բայց երբ որ մենք գիտակցենք Քրիստոսի առաջ կանգնելու անխուսափելիությանը, շատ ժամանակ չենք ծախսի այլ բաների մասին մտածելու, այլ ավելի կենտրոնացած կլինենք, որ Տիրոջ առաջ որպես բարի եւ հավատարիմ ծառա կանգնենք։ Որովհետեւ եթե մենք նրա առաջ չլինենք բարի եւ հավատարիմ ծառա, կլինենք ծույլ ծառա եւ անիծյալ, որին որ սպասում է հավիտենական տանջանքը։ Բայց երանելի կլինենք, երբ որ Աստծո առաջ կանգնելուց ասենք, մտի քո Տիրոջ ուրախության մեջ բարի ու հավատարիմ ծառա, որովհետեւ քո սրտի մեջ միայն ես եմ Տեր եւ Թագավոր։ Որ եւ չլինի, որ հանկարծ մի օր կանգնենք Տիրոջ կշերքին եւ Տերը ասի, պակաս գտնվեցար։ Սա ամենասարսափելի բանն է, սիրելիներս, երբ որ տարիներ շարունակ մեզ թվա, թե մենք Աստծո տան մեջ ենք, հավատացյալներ ենք, Աստծո պատվիրաններով ապրող ենք, ես դրա համար եմ ասում, Աստված է քննում միայն սիրտը, Տերը գիտի ինչ կա մեր սրտի մեջ, որ չլինի, որ կանգնենք երկնքում Տիրոջ կշերքին եւ ասի, թեթև գտնվեցար։ Սա ամենադաժան եւ սարսափելի բանն է։ Եվ իհարկե ամենակարևորը, խոսքն ասում է, Աստծուն ոչ մեկ չի կարող տեսնել, որովհետև ինքը ամենասուրբն է, ով որ տեսնի տեղում կմահանա, բայց Տեր Հիսուսը ինչ ասեց, երանի սրտով մաքրուներին, որոնք որ Աստծուն կտեսնեն։ Ուզում ես Աստծո երեսը տեսնել, սիրտդ մաքուր պահիր, սիրտդ սուրբ պահիր, սրտումդ միայն Տիրոջը ունեցիր։ Եվ վերջի խոսքերը, որ կուզենամ, որպեսզի կարողանանք անպարտելի հավատացյալներ լինել այս կյանքի մեջ։ Տիրոջ, ինչպես որ խոսքն է ասում, դուք ես երկրի վրա Տիրոջ մունետիկներն եք։ Մունետիկը խոսքը տարածողն է, խոսքը ավետարանողն է։ Այն ժամանակներում հին աշխարհում դեր մունետիկներ են եղել, ովքեր որ թագավորի խոսքն են փոխանցել։ Երկրի վրա մենք Տիրոջ մունետիկները լինենք եւ անպարտելի հավատացյալներ Աստվածաշունչը ունեցիր մտքումդ, գրված խոսքը ունեցիր մտքում, Քրիստոսին ունեցիր սրտումդ եւ Սուրբ Հոգին կյանքումդ, որ անպարտելի հավատացյալ կդարձնի։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ, սիրելիներ ջան։